Հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, հիշեցնում եմ, որ մենք շարունակում ենք աշխատել Meridian Expo կենտրոնից։ Digitech-յան երկրորդ օրն է, իսկ այս պահին մեր տաղավարում հյուրընկալել եմ Իջևանի իրական դպրոցի ուսուցիչ Ստեփան Թորոյանին։ Ողջույն, հարգելի Ստեփան։ Բարև ձեզ։ Ինչպես են դիմում, հարգելի։ Հարգելի ուսուցչին իրական դպրոցում դիմում են հարգելի, կարող ենք ասել պատվանունով, կոչումով, բայց ինձ համար դա մի տեսակ ավելի շատ առաքելություն է, քան թե կոչում ու պատվանում։ Հարգելի դիմելաձևը ես սովորել եմ, վերցրել եմ Ջավախքում կամավոր աշխատելու ընթացքում եւ հետագայում իմացել եմ նաև, որ Հայաստանում հայ իրականության մեջ ուսուցիչներին դիմելու ձևերը եղել են հարգելի, պատվելի, երբեմն ուղղակի հոգևոր կոչումով են դիմել վարդապետ կամ Դե դա նաև վերաբերմունք է, չէ՞, ցույց տալիս ուսուցչի հանդեպ։ Այո, դա վերաբերմունք է ցույց տալիս եւ դա ժամանակի ընթացքում փոխվել է սովետական միության շրջանում ընկեր դիմելաձևով, դա սովետական միությունում տարածված դիմելաձևն էր, տավարիշ, եւ կամ ավելի շատ սառը չեզոքություն պահպանող եւ որևէ հուզական կապ չստեղծող պարոն դիմելաձևով։ Հիմա Սփյուռքում ունենք նաև օրիորդ դիմելաձևը, երբ կին ուսուցչին դիմում են նաև օրիորդ երևի պատվանունով։ Ամեն դեպքում իրական դպրոցի սաներն ու ուսուցիչները տարբերվում են եւ տարբերակիչ այդպես կետերով առանձնացնում են իրանցից։ Դա հանրության մեջ բառակում ինչ-որ չափով չի առաջացնում, թե ամեն դեպքում յուրահատկությունն է դա ընդգծում։ Չէ, ես կարծում եմ դա ավելի շատ ջերմություն է հաղորդում եւ ովքեր իմանում էր, որ իրական դպրոցում դիմելաձևը հարգելի պատվանունով է, հենց սկզբից արդեն ջերմ են տրամադրվում, որ սա մի բան ուրիշ է, այստեղ մի բան ավելի այլ է։ Շատ անգամներ ենք առիթ ունեցել թե իրական դպրոցի մասին խոսել, թե հենց մասնաճյուղերի մարզերում, այսօր Իջևանի մասով փորձենք զրուցել։ Ես գիտեմ, որ ժամանակին մասնագետների խնդիր եղել է, այս պահին ինչ վիճակում է, եթե չեմ սխալվում, ունեցել եք մասնագետների խնդիր, այս պահին արդյոք կարողացել եք ամբողջովին համալրվել այդ մասով, թե դեռևս նույն խնդիրները շարունակվում են։ Գիտեք, այս պահին իրական դպրոցում Իջևանի մասնաճյուղում ինչքան աշխատանքներ որ անում ենք, այսինքն ինչ նախագծեր որ ունենք, այդ նախագծերում ղեկավարներ ունենք։ Այսինքն այս պահին ուսուցիչների պակաս չունենք եւ վերջերս մեզ է միացել նաեւ Մանուկ Հարությունյանը եւ իրական դպրոցի ֆենոմեններից մեկն էլ նաև այն է, որ ուսուցիչների մեծ մասը տղամարդիկ են։ Հայաստանի դպրոցներում կա նաև այդ խնդիրը, որ ուսուցիչները գերակշիռ մասով կանայք են կամ բոլորն են կանայք, նույնիսկ մարմնամարզության ուսուցչուհին եւ երեխաները տղամարդկանց դաստիարակություն չեն ստանում։ Եվ դպրոցը որ ներկա ժամանակներում պետք է ապահովի երեխայի կրթությունը եւ մասամբ նաեւ դաստիարակությունը բաց է մնում։ Մեր ժամանակներում ծնողները երկար են աշխատում, շատ են աշխատում եւ դաստիարակության, այո, եւ դաստիարակության այդ գործոնը եւս բաժին է ընկնում դպրոցին եւ պետք է ունենանք մենք տղամարդ ուսուցիչներ, որ կարողանան իրենք նաև շփվել եւ տեսնել տարբեր հարցերի վերաբերյալ տղամարդիկ ինչ մոտեցումներ ունեն, ինչ կարծիքներ, դիտարկումներ ունեն։ Իրենք տեսնում են միայն կանացի մոտեցումները եւ երբեմն էլ զիջողական մոտեցումներ եւ ստացվում է, որ այդ առումով բացում ենք։ Իրական դպրոցում բաց չունենք։ Ինչի ուսուցիչ եք դուք։ Մեզ մոտ ուսուցիչները ոնց ասեմ, ուղղորդող են եւ ուսուցչի լայն իմաստով, լայն բովանդակությամբ փորձում են լինել դրակրողը։ Օրինակ առաջի կուրսում ուսուցիչը հետևում է, որ երեխաները կատարեն թե հայոց լեզվի, թե հայ գրականության եւ թե մնացած աշխատանքներն ու առաջադրանքները
Եվ այս առումով ուսուցիչը կարող է նույն գործառույթ իրականացնող ուսուցիչները կարող են լինել տարբեր մասնագիտությունների եւ տարբեր հմտությունների տերմարտիկ։ Ուղղակի պետք է ունենան այդ ղեկավարելու անձնակազմը, ղեկավարելու առաջադրանքների, հանձնարարականների կատարումը հսկելու կարողությունը եւ կամքը եւ իրենց էությամբ պետք է լինեն այն օրինակելի անձնավորությունը, ում երեխաները կուզենան աշակերտել, այսինքն աշակերտելու ցանկություն կունենան։ Հարգելի Ստեփան, ինչպես կարող են ընդունվել իրական դպրոց։ Եվ ովքեր կարող են ընտրվել եւ այդ ճանապարհով գալ անցնել։ Կարծում եմ ինչ որ հստակ որակներ կան, որոնց պիտի տիրապետել հասնելու չէ այդտեղ։ Այո։ Գիտեք, մարզերում զտում ավելի քիչ է տեղի ունենում, բայց առհասարակ իրական դպրոցներում աշակերտների ընդունելությունը կատարվում է կամային հատկանիշների հիման վրա։ Այսինքն հաշվի չի առնվում, թե երեխաները գիտելիքների ինչ բազա են ունենում, ինչ մակարդակով են գալիս, այլ հաշվի առնվում, թե իրենք սովորելու նոր մոտեցումներով առաջ շարժվելու ինչքան կամք ունեն, ցանկանում են աշխատել այդ նույն ձևաչափով, թե չէ։ Եվ այս առումով ամենահասարակ առաջադրանքը, որ տրվում է ընթերցելու մեկ գիրք եւ գալ պատմել։ Եթե երեխան կարողանում է հաղթահարել ընթերցանության այդ դժվարությունները, ինքը կարելի ասել ընդունվում է իրական դպրոց։ Ինչ մոտեցումներ կան, որոնք ավելի յուրահատուկ են դարձնում ձեր սաներին։ Ինչ մոտեցումներ ունեք, որոնք կիրառում եք ու ավելի յուրահատուկ եք դարձնում նրանց տեսակի մեջ նաև։ Մենք չենք խաբում երեխեքին, չենք խաբում երեխաներին եւ փորձում ենք ամեն ինչը իրական անել։ Այսինքն, եթե նախագիծը անում ենք կամ դասընթացը անում ենք եւ տեսնում ենք, որ առաջ խաղացում չկա, մենք դա դադարեցնում ենք անել։ Կամ ինչ որ մի բան փոխում ենք, մենք չենք թողնում, որ ուղղակի ինչ որ գործընթաց, ինչ որ process ընթանա հենց այնպես, որովհետեւ մենք սկսել ենք դա։ Այսինքն, ցանկացած պահի մենք գիտակցում ենք, որ չպետք է կտրվենք իրականությունից եւ պետք է կարողանալ միշտ իրատես լինել։ Փորձում ենք հետևողական լինել նաև, այսինքն եթե առաջադրանքը տրված է, պետք է մինչև վերջ հսկել, որ առաջադրանքը կատարվի։ Կհիշեցնեք, թե ինչ մասնագիտություններ է հնարավոր ձեռք բերել իրական դպրոցում եւ մեթոդաբանությունից էլ կուզեմ մի փոքր խոսենք, ինչով եք տարբերվում դուք, ձեր առանձնահատկությունն ու յուրահատկությունը որն է։ Իրական դպրոցում կարող են շատ տարբեր մասնագիտություններ ձեռք բերել երեխաները, առհասարակ մենք ընդհանուր առմամբ ասում ենք համակարգաբան։ Այսինքն ցանկացած մասնագիտություն էլ ինքը որ ձեռք բերի, ինքը պետք է կարողանա դրան համակարգային մոտեցմամբ դա դիտարկել, ինչ բաղադրիչներից է ինքը կազմված, ինչպես դա կայացնել եւ այլն, եւ մասնագիտությունները կախված են լինում տվյալ մասնաճյուղի բարեկամական կապերից, ասենց ասած։ Երևանի մասնաճյուղում օրինակ ունենք շատ գործընկեր կազմակերպություններ եւ երեխաները կարող են իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում ավելի լայն ընտրություն կատարել։ Իջևանում ունենք մի քանի համագործակից կազմակերպություններ, խոսքը IT կազմակերպությունների մասին է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն աշխատելու եւ սովորելու, միտքս պարզաբանելու համար ասեմ, որ իրական դպրոցներում երեխաների աշխատանքը եւ ուսումը կազմակերպվում է միաժամանակ։ Եվ լինում է նաեւ փուլ առ փուլ, երբ կրթությունն ու աշխատանքը հաջորդում են կարճ ժամանակահատվածներով իրար, լինում է որ միաժամանակյա գործընթաց է սա, եւ երեխաները եւ աշխատում են եւ սովորում են։ Հիմա ունենք արհեստանոցներ Իջևանի մասնաճյուղում, ունենք պայմանավորվածություններ եւ պայմանագրեր մայքրոչիպ ընկերության հետ, ունենք արվեստի մշակույթի բաժին, ունենք իրական դպրոցի ներքին ընթացակարգերն ու աշխատանքները, որոնց մեջ երեխաները եւս ակտիվորեն ներգրավված են եւ սրանով
իրենք դառնում են իրական դպրոցի մաս լիարժեք։ Այսինքն աշխատանքների միահակին զանգված կա, որ հենց իրականի երեխաներն են կատարում։ Ու չի ստացվում, որ ուսուցիչները կամ հարգելիներն են ինչ-որ առաջադրանքներ տալիս եւ հսկում եւ առաջանում է երկու ճամբար։ Այլ կա մեկ ընդհանուր ճամբար, որտեղ բոլորը միասին աշխատում են։ Եթե ես չեմ սխալվում, իրական դպրոցում շատ մեծ կարևորություն է տրվում գրաբարի ուսուցմանը, եթե չեմ սխալվում։ Ճիշտ եմ հիշում։ Չեք սխալվում։ Ինչով է պայմանավորված եւ դրա վրա շեշտադրումը ինչ է տալիս սերնդի կրթության։ Առաջինը, որ երեխաները սկսում են սովորել, դա ուղղագրության դասական տարբերակն է, մաշտոցյան ուղղագրությունն է եւ գրաբար լեզուն է։ Սա ավելի շատ մեր քաղաքակրթական որոշումն է, որ մենք պետք է շարունակական եւ անխաթար կապ ունենանք մեր նախնիների հետ եւ չպետք է միջնորդավորված շփում ունենանք իրենց հետ, այսինքն երեխաները չպետք է գրաբար նյութերը թարգմանչի միջոցով կարդան, այլ իրենք պետք է դրան անմիջականորեն հասանելիություն ունենան։ Ժամանակի ընթացքում քիչ-քիչ փորձում ենք մոտեցումները եւ պայմանները գրաբարի նկատմամբ ավելի սեղմել եւ հիմա երեխաները օրինակ իրենց կուրսային ամփոփիչ աշխատանքները ներկայացնում են գրաբարով։ Կասեք, այս տարի Digitech-ի ինչ տաղավարով եք ներկայացված եւ ինչ եք ներկայացնում ձեր տաղավարում, այցելուները ինչ կարող են տեսնել։ Ես անձամբ չեմ հասցրել մոտենալ, բայց ներկայացրեք, գուցե լսողներն ու դիտողները հետաքրքրված լինեն գան ծանոթանալ։ Այս տարի իրական դպրոցի տաղավարում ունենք մեր երեխաների կողմից պատրաստված փայտամշակման արհեստանոցի պատրաստած նյութերը, այնտեղ ունենք տարբեր տետրեր, գրիչներ, խաղալիքներ տարբեր, եռաչափ մոդելավորմամբ պատրաստած 3D տպիչով առարկաներ եւ իրեր ունենք, որը սովորում են եւ անում են։ Ունենք անօթաչու թռչող սարքեր, որոնք պատրաստել են երեխեքը իրենց հավաքման աշխատանքների մեջ, FPV դրոններ ունենք, որոնք երեխաները իրենք ձեռքով են էլի հավաքման աշխատանքներին մասնակցում։ Այդ երիտասարդները, երեխաները մոտիվացվում են դա տեսնելով, ոնց է կարծում։ Եվ առհասարակ Digitech-ներին մասնակցելով հետո ֆիդբեքերը ինչպիսին են եղել։ Դե երեխաները տեսնում են ընտրություն, որ դպրոցներում ինչ են անցնում, իրենք ինչ կարող են անել։ Սա շատ կարևոր հարթակ է եւ մի քանի բազմաշերտ շահերի եւ բախում եւ համընկում է առաջացնում։ Այստեղ օրինակ լիքը երեխաներ տեսնում են, հետաքրքրվում են, ոգևորվում են, փորձում են իրենք էլ ինչ-որ ձև ներգրավել կամ գտնել նման բաներ։ Ծնողները տեսնում են եւ որոշում են իրենց երեխեքին եւս ուղարկել, եթե ոչ իրական դպրոց, գտնել նման կրթություն ապահովող այլ կառույցներ ուղարկել այնտեղ։ Դա կարևոր է նաև հենց մեր երեխաների համար, տաղավարում երեխաներն են ներկայացնում իրական դպրոցը եւ իրենց ստեղծած իրական դպրոցը, իրենց նյութերը, իրենց աշխատանքները իրենք են ներկայացնում եւ ավելի ոգևորված կներկայացնեին, քան թե մենք։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հաջողություններ եմ ցանկանում։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ իմ զրուցակիցը Ստեփան Թորոյանն էր, Իջևանի իրական դպրոցի ուսուցիչ։ Մենք շարունակում ենք աշխատել Digitech-յան տաղավարից, շարունակեք հետևել մեզ նորությունները բաց չթողնելու համար առայժմ։